եւ աշխարհիկ կյանք ներկայացվում 30-ականներին արդեն էլ եկեղեցական հոգեվոր գործունեությունը ընդհանրապես դադարեցվում է հետապնդվում է ու այդ եկեղեցիների մի մասն էլ դառնում են մշակույթի տներ, որ հանկարծ դառնում են պահեստներ, լավագույն դեպքում գոմեր, նույնիսկ լավագույն դեպքում մշակույթ են, հա, այդ լավագույն դեպքներ, ճիշտ է։ Իդեպ այստեղ նույնիսկ ինձ թվում է եկեղեցու շենքը պահելու տեղական մեխանիզմ էր դա, որ եթե որպեսի չռմբակոծեն, չքանդեն շենքը, ապա ավելի լավ է վերածենք թանգարանի կամ մշակույթի տան։ Հետո հետագայում մենք տեսնում ենք 90-ականներին էլի այդ մշակույթի տները, որոնք եկեղեցի էին եղել, նորից վերադառնում են իրենց առաջին այդ recycling-ը անընդհատ լինում է։ Եվ ֆունկցիոնալ առումով էլ գիտեք, շատ դեպքերում օրինակ ես շատ եմ նմանացնում մշակույթի տան ու եկեղեցու գործունեությունը ֆունկցիոնալ առումով, որպես մարդկանց հավաքատեղի, ասենք եկեղեցում էլ են հավաքվում երազ պատմում, մշակույթի տանն էլ էին հավաքվում իրար երազները պատմում կամ կիսվում քննարկումներ անում, զբաղվածությունը, մշակութային զարգացումը, այնտեղ հոգևորը, այստեղ մշակութային, այսինքն եւ դրա համար շատ դեպքերում լանդշաֆտի առումով էլ նույնն էր, եթե նույնիսկ եկեղեցին չէր դառնում մշակույթի տուն, ապա մշակույթի տունը հիմնականում կառուցվում էր այդպես կենտրոնական տարածքում, որպիսի դառնա այդ հավաքատեղին ժողովրդի համար հիմնական, այսպես համայնական, համայնքային մշակութային կյանքի կենտրոնը։ Ես իմ բանից պատմեմ, ես որ այսպես երեխա էի, հիշում եմ, օրինակ մեր տան մոտ Գյումրիում Սուրբ Նշան եկեղեցին է, որ այն ժամանակ թատրոն էր, այսինքն թատերական, ես այնտեղ գնացել եմ թատերական ներկայացումներ եմ նայել։ Այսինքն ինքը այդպես այնտեղ բեմ էին կառուցել եւ մենք այսպես երեխաներով կարող է գնանք, ընտանիքով կարող է գնանք, նստենք եւ այնտեղ թատերական ներկայացում նայենք։ Բայց հետո հետխորհրդային շրջանում ինքը էլի վերափոխվեց եւ նորից եկեղեցի դարձավ, այսինքն եւ հետաքրքիր է մարդիկ գնացին այդ գնում են։ Այո, գնում են։ Ես մի նյութ ունեմ հավաքած, որ պապիկի հետ է ինտերվյու անում Արցախում էլի Մեջշենում ու այնտեղ եկեղեցին վերածվել էր գյուղի կլուբի, դե ասում են գյուղի կլուբ։ Ու ասում է հետո նորից 90-ականներին վերածվել էր եկեղեցու ու հարցնում եմ, ասում եմ դուք գնում եք այդ եկեղեցին, ասում է աղջիկ ջան, ես ոնց գնամ այդտեղ գնացել հնդկական կինո եմ նայել, այսինքն իր հիշողությունը ավելի շատ կապվում է այդ 80-ականների իր մշակութային գործունեության հետ ու հիմա ավելի շատ եկեղեցին Սարի գլխի Սուրբ Ռիփսիմեն էր, ավելի շատ նա էր ընդունում որպես եկեղեցի ու հոգևոր կենտրոն, քան նորից այն մշակույթի տունը, որտեղ ինքը հնդկական ֆիլմը սովորել նայել, այդ հետաքրքիր է ոնց է։ Մարդկայինորեն հասկանալի է լրիվ, այո, նոր սերունդները կարող է, ասենք, ուրիշ ընկալում ունենային, բայց իր հիշողությունը այդ երիտասարդական տարիներին, որ ինքը այնտեղ հնդկական ֆիլմ է նայել, ու այս դեպքում արդեն եկեղեցու վերածումը ինքը չի կարողանում դա համադրել, էլի։